Այժմ միանում ենք Չեխիայում գտնվող քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանին, պարոն Հակոբյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես, Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականը հայ պաշտոնյայի հետ հանդիպմանը ուշագրավ հայտարարություն է արել, ասելով, որ Թրամփի միջանցքը Թրամփի ուղին իրականում որևէ բանով չի տարբերվում այսպես կոչված Զանգեզուրի միջանցք ծրագրից։ Ինչպես է Փաշինյանը խաղարկելու հերթական անգամ այս հայտարարությունը, ինչ է անելու, հորդորելու է այս կողմերին նույնպես զերծ մնալ այսպիսի պրոթուրքական հաղորդագրություններից, հայտարարություններից, ինչպիսին Զանգեզուրի միջանցքն է։ Գիտեք, ես չեմ կարծում, որ նույնիսկ նախկին փորձերը հորդորելու, այսպես ասենք, թե Թուրքիային, թե Ադրբեջանին, որպեսզի տրիպը չանվանեն Զանգեզուրի միջանցք, հաջողությամբ է պսակվել։ Այնպես որ ես կարծում եմ առանձնապես մեծ շանսեր չունի Փաշինյանը, առավելևս Իրանի բարձրաստիճան ղեկավարության հետ, այսպես ասենք, հարաբերություններում հորդորներով ինչ որ հարց լուծել։ Իրանը շատ վաղուց իր հստակ դիրքորոշումը հայտնում է, ես կարծում եմ ավելին այնտեղ պարզապես դերերի որոշակի բաժանում կար, այսպես կոչված ռեֆորմատորների եւ ավելի պահպանողականների միջև, միշտ էլ առաջին րոպեից սկսած միշտ էլ ռեֆորմատոր կոչվող թևը, որի ներկայացուցիչը նախագահն եւ արտգործնախարարներն էին, իրենք, այսպես ասենք, հակասող հայտարարություններ էին անում, մեկը բավականին կոշտ, միևնույն ժամանակ մի փոքր, այսպես ասենք, մեղմացնում են այդ ամեն ինչը, ասելով, որ մեզ համոզում են, մեզ, այսպես ասենք, լուրջ փաստարկներ են բերում, որ դա Իրանի դեմ չէ, բայց դա բնականաբար չէր նշանակում, որ իրենք ասում էին, որ իրենք համոզվել են, այլ բան է, ինչ է ասում Հայաստանի ղեկավարությունը, Հայաստանի ղեկավարության, այսպես ասենք, մոնետիկները կամ ներկայացուցիչները, որոնք անընդհատ փորձում են Իրանին համոզել, որ որևէ պրոբլեմ չկա, որևէ անհանգստանալու բան չկա, այլ բան է, թե իրոք Իրանի ղեկավարությունը հավատում է դրան, թե չէ, որովհետև երբևիցե Իրանի ղեկավարությունը, ոչ ռեֆորմատորները եւ ոչ էլ պահպանողական թևը երբևիցե չեն ասել, որ իրենք, այսպես ասենք, վերջնականապես համոզված են, որ սա հակաիրանյան գործողություն չեն։ Բայց հիմա ես կարծում եմ եկել է ժամանակը, երբ Իրանը մանավանդ այն թևը, որը ամենաազդեցիկն է Իրանում, որտեղ դուք հասկանում եք, որ այնտեղ այնուամենայնիվ հոգևոր առաջնորդն է ամեն ինչ որոշում, այլ ոչ թե նախագահը կամ առավելևս արտգործնախարարը, իրենք իրենց հստակ դիրքորոշումը արտահայտեցին, ընդ որում, եթե նկատեցիք, դա այն ֆոնին էր, երբ Հայաստանի հերթական ղեկավարն էր այցելել Իրան եւ փորձում էր ըստ էության ինչ որ մի բան համոզել, հասկացնել, մտահոգությունները պարատել, բայց հենց այդ ֆոնի վրա ամենակոշտ հայտարարություններից մեկը տրվեց Իրանից թերևս ամենակոշտը եւ ամենազգայունը այդ թվում նաեւ Հայաստանի իշխանությունների համար։ Այս առումով պատասխանելով ձեր հարցը, ես կարծում եմ, այո, Հայաստանի իշխանությունները գուցե ինչ-որ բան կփորձեն անել, հերթական մարդ ուղարկել այնտեղ, բայց չեմ կարծում, որ դա որևէ հարց լուծելու է։ Եվ ընդհանրապես, եթե նկատեցիք վերջի մեկ օրվա ընթացքում մոտավորապես Ռուսաստանից էլ հնչեցին որոշակի մեսիջներ կապված նույն տրիպի հետ կապված։ Իհարկե այլ ռակուրսով, այլ ենթատեքստերով եւ այլ հեռանկարներով, բայց այնուամենայնիվ ես այստեղ որոշակի սինխրոնիզացիա տեսնում եմ։ Իդեպ սինխրոնիզացիայի մասին երկու հայտարարություն եմ ուզում ձեզ համար ընթերցել։ Հայաստանը մեզանից օգնություն է խնդրել արտաքին միջամտությունը կանխելու համար։ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի խոսքերն են, եւ Ուկրաինայի ղեկավար Զելենսկին Տելեգրամյան իր էջում հայտնել է, որ Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Յուլիա Կլյոկների հետ հանդիպել ու քննարկվել են սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հարցը։ Նա նաև հայտնել է, որ հաջորդ տարի պաշտպանական օգնության շրջանակում Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 11.5 միլիարդ եվրո, ինչը ըստ Զելենսկիի կօգնի իր զինվորներին եւ երկրին պաշտպանվել ռուսական ագրեսիայից։ Այս երկու հայտարարությունները, իրադարձությունները ինչով են միմյանց հետ փոխկապակցված։ Նախ առաջ մի փոքր ուրեմն վերադառնամ նախորդ հարցին, այն առումով, որ ես կարծում եմ, թե Իրանի եւ թե
Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ 4-րդ դեպարտամենտի ղեկավար պարոն Կրիլովի, այսպես ասենք, տրիպի հետ կապված ակնարկները եւ Վիլայեթի արդեն իսկ մեր կողմից քննարկված այդ հայտարարությունը, իրենք ես կարծում եմ ուղղակիորեն պատասխանեն Հայաստանի ղեկավարության, այսպես կոչված ԵՄ-ին դիմելու օգնության հորդորով դիմելու կամ խնդրանքով դիմելու այդ ակցիային պատասխաներ, այսինքն Հայաստանի իշխանությունները ըստ էության ցույց տվեցին, որ իրենք այսպես ասենք բարիերի այն կողմն են գտնվում, բարիկադի այն կողմն են գտնվում, քան Ռուսաստանը եւ Իրանը, եւ ես կարծում եմ, որ թե Ռուսաստանի եւ թե Իրանի դիրքորոշումները ել ավելի են կարծրանալու աստիճանաբար։ Ինչ վերաբերում է այն զուգահեռներին, որոնց մասին դուք ասացիք, կապված թե Հայաստանին, այսպես կոչված հիբրիդային պատերազմի դեմ պայքարում օժանդակելու ԵՄ-ի ջանքերի հետ եւ թե Ուկրաինային փաստացի պատերազմի համար գումար տալու ակցիայի հետ, ապա այստեղ էլ առանձնապես ես կարծում եմ առայժմ այլևս որևէ զարմանալի բան չկա, որովհետեւ թե Զելենսկին եւ թե Փաշինյանը ըստ էության կառավարվում են ուղղակիորեն արտաքին կառավարման տակ են, այսպես կոչված գլոբալիստական թևի կողմից, արևմուտքի գլոբալիստական թևի կողմից եւ իրենց հիմնական խնդիրը դա ռուսաֆոբությունը իրենց երկրներում պահպանելն է, այդ գծով շարունակել գնալը, այդ իսկ պատճառով մեկին միլիարդներ են տալիս, մյուսին ասենք 15 միլիոն, գումարած 5 միլիոն են տալիս, յուրաքանչյուրը այսպես ասենք իր արածի, ինչպես ասում են, արածի չափով, իր նշանակության չափով։ Այս առումով ես կարծում եմ այս սինխրոնիզացիան իրոք կա, այստեղ կարելի է երևի գումարել նաև Մոլդովայի, այսպես ասենք, кейսը, եւ եթե նկատեցիք նույն Կայա Կալասը, երբ խոսում էր, որ Հայաստանը դիմել է իրենց օգնության խնդրանքով, այսպես կոչված հիբրիդային պատերազմի դեմն առնելու համար, իհարկե Հայաստանի իշխանությունը երբեք չեն նշում, թե հիբրիդային պատերազմը ով է իրենց դեմ մղում, բայց բնականաբար բոլորս էլ հասկանում ենք Ռուսաստանն է, բայց Կայա Կալասը նման կոմպլեքսներ չունի, նման այսպես ասենք թաքցնելու բաներ չունի եւ ինքը ասում է, ինչպես Մոլդովայում Ռուսաստանը ակտիվացել էր հիբրիդային պատերազմներ մղում ընտրական շրջանում, այնպես էլ Հայաստանում նույն Ռուսաստանը հիբրիդային պատերազմը ակտիվացրել է, այդ իսկ պատճառով Հայաստանը դիմել է մեզ օգնության խնդրանքով եւ մենք օգնելու ենք։ Կարծում եմ այդ սինխրոնիզացիան կա, կարծում եմ, որ հակամարտությունը եվրոպական թատերաբեմում, այսպես արևմուտքի եվրոպական կամ եվրոբյուրոկրատիայի ավելի շուտ ասենք, որովհետև Եվրոպան էլ հիմա միատար չէ, հենց բուն Եվրոպան, բուն երկրները, յուրաքանչյուր պետություն կարծես թե փորձում է իր շահից ելնելով այն ամենայնիվ շարժվել, բայց կա եվրոբյուրոկրատիա Բրյուսելում նստած, որոնք իրենց քաղաքականությունն են վարում, որը որ հակասում է շատ դեպքերում ոչ միայն տվյալ պարագայում Ռուսաստանի կամ Չինաստանի կամ այլ ուժային կենտրոնների քաղաքականությանը, հենց Միացյալ Նահանգների քաղաքականության, ինչպես հայտնի է, մասնավորապես ուկրաինական кейսը դրա վառ օրինակն է։ Սորենի նոր խմբականակ է Ադրբեջանով կրկին գալու Հայաստան, այս անգամ կարծես երրորդ կարգի Սորենի մասին է խոսքը, թե որքանով է դա ազդելու Սորենի գնի վաճառքի վրա, մասնավորապես Պապոյան ասել է, որ այդ հարցի պատասխանը չունի, կազդի թե չի ազդի գնի վրա։ Եվ միևնույն ժամանակ Հայաստանի այդ խաղաղության որոշման վրա չի ազդում Ալիևի քաղաքական այն որոշումը, որի համաձայն Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովը պարգևատրվում է ուրեմն լեյտենանտի ներողություն գնդապետի կոչումով։ Սա ինչով բացատրել։ Ընդհանրապես ինչ վերաբերում է Ցորենի, այսպես ասենք, մատակարարման փաստերին, ես կարծում եմ այստեղ իհարկե երևի նշանակություն ունի էմոցիոնալ տեսակետից, գուցե ակնարկների տեսակետից, թե որ կարգի, որ սորտի Ցորեն է մատակարարվում Հայաստանին, Ադրբեջանի տարածքով, բայց ես կարծում եմ այստեղ առաջնային նշանակություն ունի զուտ փաստը, քաղաքական փաստը, որ
իբր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի արդյունքում Հայաստանի համար այլընտրանքային հնարավորություններ, այլընտրանքային լոգիստիկ հնարավորություններ են բացվում Հայաստան մատակարարումներ ստանալու համար եւ ծորենի եւ վերջերս հիշում եք նավթամթերքի մասին խոսք գնաց ես կարծում եմ այստեղ ավելի շատ կարևոր է քաղաքական նշանակությունը այստեղ ավելի շատ դա քարոզչական նշանակություն ունի պրակտիկ տեսակետից իհարկե եթե նույնիսկ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը պատրաստ չէ պատասխանել թե դա օրինակ որևէ ձևով գնի վրա ազդելու է թե չի ազդելու ապա անշնորհակալ գործ է ինչ-որ կանխատեսումներ անել կամ այսպես ասենք գուշակություններ անել ընդհանրապես չեմ կարծում որ այդ գինը ավելի ցածր է լինելու որովհետև այն գինը որով մենք ստանում ենք ԵԱՏՄ-ի շրջանակում բնականաբար դա արտոնյալ ճանապարհով է արվում նույն Ռուսաստանից եւ այլ այսինքն այստեղ զուտ քաղաքական զուտ քարոզչական հնարքներ է Նիկոլ Փաշինյանին տրվում, որպեսզի այս նախընտրական արդեն շրջանում ինքը փորձի նաև շարքել իբր տեսեք ոչ միայն խաղաղություն է, այսպես ասենք չեն կրակում, իբր չեն կրակում, այլ նաև տնտեսական դիվիդենդներ է ստանալու Հայաստանը եւ ստանում է իբր այդ պատճառով հիմա ծորենի մատակարարումները զուտ նման նշանակություն ունեն, այլ ոչ թե կարծում եմ պրակտիկ տնտեսական ինչ-որ օգուտներ են բերում Հայաստանին։ Ինչ վերաբերում է այսպես Գուրգեն Մարգարյանի դահիճին փաստացի պարգևատրելու հերթական այսպես մեծարելու փաստին, ապա սա նույնպես շատ կարևոր մեսեջ է թե Հայաստանին, թե ներքին լսարանին Ադրբեջանի, որ Հայաստանի հետ հիմա ընդհանրապես հրադադար է, զինադադար է, որը պայմանավորված է ներքին հայաստանյան խնդիրներով, նախընտրական սեզոնով եւ ըստ էության ուղղակիորեն հասկացնում են թե իրենց ներքին լսարանին եւ թե Հայաստանի ամբողջ քաղաքական դաշտին, որ ընտրություններից հետո բոլոր հարցերը, որոնք բարձրացվել են, բոլոր նախապայմանները, որոնք գոյություն ունեն, թե ադրբեջանցիների վերադարձի հարցը, թե տարածքային պահանջները, որ ունի հայտնի պահանջները Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ, եւ թե սահմանադրության փոփոխման հետ կապված եւ լոգիստիկ խնդիրների հետ կապված, հենց նույն Զանգեզուրի միջանցքի հետ կապված դրանք բոլորը սեղանին են դրվելու առհասարակ, այսինքն իրենք իրենց ներքին լսարանին եւ իրենց այլ պարտներներին արտաքին քաղաքական ուղղակիորեն հասկացնում են, որ մի քիչ սպասեք ընտրությունները վերջանան, կախված ընտրությունների արդյունքից Ադրբեջանը միևնույն է փորձելու է իր ագրեսիվ նկրտումները հայացած քաղաքականությունը շարունակել, որ սա ընդամենը զինադադար է, այլ ոչ թե խաղաղություն, որը որ ուզում են վաճառել Հայաստանի ներսում այսօրվա Հայաստանի ղեկավարությունը։ Պարոն Հակոբյան, 7 ամիս է անցել այն օրվանից, ինչ Փաշինյանը պահանջում է ամենայն հայոց հայրապետի հրաժարականը։ Գարեգին երկրորդը դեռ իր աթոռին է եւ ընտրություններից առաջ ինչ սպասել, ինչ նոր զարգացումներ սպասել նաեւ այս ուղղությամբ։ Ես կարծում եմ այս թեման ինքը փորձելու է թեժ պահել առհասարակ։ Ես մի քանի անգամ, այսպես ասենք, վարկած եմ տվել, որ Նիկոլ Փաշինյանը անընդհատ ուժի սպառնալիքի ներքո տարբեր ճնշումներ, բազմազան ճնշումներ, բազմակողմանի ճնշումներ գործադրելու միջոցով փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի վեհապարը, այսպես ասենք, ինքնական հրաժարական տա, այլ ոչ թե գործը հասնի ինչ-որ բռնի գործողությունների, առավելևս ձերբակալության կամ կալանավորման Գարեգին երկրորդի, որովհետև ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանի համար դա հետո դառնալու է պրոբլեմ, այսինքն Նիկոլ Փաշինյանը կարծում եմ խնդիր ունի շանտաժի միջոցով, ճնշման միջոցով, եկեղեցին պառակտելու եւ այսպես ասենք վեհապարի ռեսուրսները սահմանափակելու միջոցով հասնի իր նպատակի։
Այդ իսկ պատճառով բազմաթիվ անգամ ասել եմ, որ եթե կաթողիկոսը, այսպես ասենք, չընկրկի, եթե կաթողիկոսը իր դիրքին լինի բոլոր առումներով, սա չի նշանակում անպայման կոշտ հակամարտություն, բայց կարողանա, այսպես ասենք, ամուր լինի եւ իր թիմը ամուր լինի, ապա Նիկոլ Փաշինյանի հեռանկարները բավականին մշուշոտ են։ Իհարկե, մյուս կողմից կասկածել չունեմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը ունենար զանգվածային ռեսուրս, այսինքն զանգվածներ, որոնք կարողանային նաև փողոցի միջոցով ճնշում գործադրել, այլ ոչ թե միայն այդ կիրակնօրյա այդ շոուների միջոցով կամ այս կամ այն եպիսկոպոսին գնելու միջոցով ճնշում գործադրել բանի վրա, վեհապարի վրա, ապա դա էլ կօգտագործվեր, բայց փաստը մնում է փաստ, որ այդ զանգվածները չկան։ Անկամ վերջին հենց սոցիոլոգիական հարցումը, որը որ հրապարակվեց օրերս, ցույց տվեց, որ հայ առաքելական եկեղեցին ըստ էության 77% աջակցություն ունի մեր բնակչության մոտ։ Գուցե դա չի երևում փողոցում, բայց ամեն դեպքում հանրային կարծիքը իր կողմն է, վեհապարի կողմն է կամ հայ առաքելական եկեղեցու կողմն է։ Նաև ասել են, որ ամենափաստը մնում է փաստ, որ Նիկոլ Փաշինյանը ինչ էլ ուզում է անի, բայց այնուամենայնիվ եկեղեցու շուրջ քարոզչական կռիվը ինքը այս պայմանությամբ գոնե պարտված է։ Իսկ դա շատ կարևոր է, որովհետև եթե դու չունես զանգված, ապա գոնե քարոզչական առումով դու պետք է կարողանաս ինչ-որ հակախաղ ստեղծես։ Իսկ քարոզչությունը մանիպուլատիվ կլինի դա, թե այլ եղանակներով կլինի, դա այնուամենայնիվ փաստենք, որ Նիկոլ Փաշինյանի ամենաաշխատող զենքերից մեկն է եւ մեկն է եղել։ Եվ հիմա եկեղեցու դեմ պայքարում քարոզչության ոլորտում է պարտվելը, դա ես կարծում եմ բավականին տոպիկային իրավիճակ է ստեղծում Նիկոլ Փաշինյանի համար, բայց ամեն դեպքում կարծում եմ Նիկոլ Փաշինյանը փորձելու է բոլոր եղանակներով եւ զանգվածներ կոնսոլիդացնելու եղանակով եւ եկեղեցու ներսում այդ պառակտման գործընթացը շարունակելու եղանակով փորձելու է ամեն ինչ անի, թե որքանով դա կհաջողվի, ես կարծում եմ նաեւ շատ բան կախված է նրանից, թե նախընտրական շրջանում ինչ վիճակ կլինի երկրում, որովհետև կարող է այնպիսի վիճակ լինել, որ ինչպես ռուսներն են ասում, «Ни до этого» ալնելու Փաշինյանին, այսինքն Փաշինյանը հիմա հակախաղ չի տեսնում քաղաքական դաշտում, sense ակտիվ հակախաղ չի տեսնում քաղաքական դաշտում եւ ինչպես ասում են, այս հանգիստ իր համար, համեմատաբար հանգիստ իրավիճակում ինքը փորձում է մի քանի ճակատով խաղալ, բայց կարող է լինել այնպիսի ժամանակահատված եւ այդ ժամանակահատվածը ըստ էության 1, 2, 3 ամիս հետո կարող է լինել եւ Փաշինյանը լրիվ այլ ինչպես ասում են խնդիրներ եւ այլ մտահոգություններ կունենա եւ այսպես մի քանի ճակատով խաղալու հնարավորություններ թերևս կարող է եւ չունենա։ Շնորհակալ եմ շատ, Չեխիայից մեզ էր միացել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։